Հիսուսն ասաց. Տիրոջ հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ, նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապյալներին արձակում։ Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին և վրեժխնդրության օրը մեր Աստծո համար, բոլոր սգավորներին մխիթարելու համար, Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ, սուգի տեղ, գովության պատմության, հանգված սրտի տեղ, և նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։ Երբ որ Սուրբ Հոգին իջավ, նա փոխեց մեր սուգը եւ մեզ տվեց ուրախություն, եւ այդ ուրախությամբ մենք այսօր կանգնած ենք նրա առջև։ Եվ եկեք դիմավորենք հաջորդ հրաշալի երգը, նա փոխեց սուգն իմ։ Եկեք ծափարենք։
Մենք Հիսուսի ծնունդի մասին գիտենք, որ հրեշտակը Մարիամին եւ Հովսեփին երևաց եւ ասեց. «Եվ նա որդի կծնի եւ նրա անունը Հիսուս դնես, որովհետեւ նա է ժողովրդին կփրկե իրենց մեղքերից»։ Քրիստոսի երկիր գանու համար մեկ շարժառիթը եւ նպատակը դա համայն մարդկության մեղքերի համար իր կյանքը տանն էր, որովհետեւ մեղքն էր, որ ստիպեց Քրիստոսին, որ գա երկիր եւ իր կյանքը ապրի 33 տարի եւ խաչի մահով, չարչարանքով եւ անարգանքով կրի այդ մեղքերի տառապանքը։ Եվ մենք փառք ենք տալիս եւ շնորհակալ ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսից, նրա ծնունդի, նրա կյանքի եւ նրա խաչելության համար։ Հաջորդ երգը կլսենք։ Հիսուս խաչվեց իմ ու քո մեղքերի համար։ Ծափահարություններով ողջունենք։ Հիսուս խաչվեց իմ ու քո մեղքերի համար, նա խաչ բարձրացավ մեծ սիրուց դրդված, նա հաղթած թագավորը մեծ սեր ու բարությունը, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, նա հաղթած թագավորը մեծ սեր ու բարությունը, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, Հիսուս խաչվեց, Հիսուս խաչվեց իմ ու քո մեղքերի համար, նա խաչ բարձրացավ մեծ սիրուց դրդված, նա հաղթած թագավոր է մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, նա հաղթած թագավոր է մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, և դու ընկած մերժված տկար ու մեղավոր է, միայնակ ես մոտ եկավ, միայնակ ես գրկեց իր մոտ կանչեց, և դու ընկած մերժված տկար ու մեղավոր է, միայնակ ես մոտ եկավ, միայնակ ես գրկեց իր մոտ կանչեց, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, Հիսուս խաչվեց, Հիսուս խաչվեց իմ ու քո մեղքերի համար, նա խաչ բարձրացավ մեծ սիրուց դրդված, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար։ Պատգամի եւ աղոթքի համար բեմ ենք հրավիրելու Աստծո այն ծառայի, որի ծառայության միջոցով 100,000-ավոր մարդիկ լսել են ավետարանի խոսքի ճշմարտությունը։ Նրա ծառայության ընթացքում բազմաթիվ մարդիկ վկայել են հրաշքների, բժշկությունների եւ փոխված կյանքերի մասին։
Նույնիսկ շատ անբուժելի հիվանդություններից են մարդիկ բժշկվել։ Այո, եւ այդ բժշկվածներից մեկը ես եմ։ 3 տարի առաջ ինձ մոտ հայտնաբերվեց քաղցկեղ սարկոմա տեսակի, որի մեծությունը մոտ 10 սանտիմետր էր։ Բժիշկների ասելով պետք է արվեր ոտքի ամպուտացիա։ Երկար բուժումներ, որից հետո պետք է ստանայի, բայց աղոթքներով հենց այդ Աստծո մարդու առաջի բուժումից հետո երբ որ ես գնացի ստուգվելու, ինձ ասեցին, որ ոչ մի փոփոխություն չի լինելու առաջինից հետո։ Բայց աղոթքից հետո երբ որ ես գնացի ու պնդեցի, որ ինձ պետքա դուք ստուգեք, որտեվ ես հավատում եմ, որ Աստված իմ կյանքում հրաշք է անելու, այդ քաղցկեղը արդեն փոքրացել էր։ Երկրորդ անգամ էլի աղոթքից հետո ես գնացի ու պարզվեց, որ այդ քաղցկեղը արդեն կեսից շատը չկա, մնացել է շատ փոքր հատված։ Ու հրաշալին այն է, որ մենք աղոթքներով, եկեղեցու աղոթքներով եւ Աստծո հրաշալի մի մարդու ծառայության միջոցով, աղոթքի միջոցով ես այսօր կատարյալ բժշկված եմ։ Իմ 2 ոտքերը կատարյալ առողջ են, արդեն 2 տարուց ավել։ Ու փառք Տիրոջը, Տիրոջ մեծ հրաշքների համար։ Այո, մեր երկրին պետք են նման անznուրած եւ Աստծուն սիրող Աստծո ծառաներ։ Եվ եկեք Աստծուն ծավ տանք նման մարդկանց համար եւ եկեք դիմավորենք եկեղեցու հովիվ ավետարանիչ Վահագն Հարությունյանին։ Տիրոջը, եկեք բոլորս միասին սրտանց մի հատ մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին ծավ տանք, որտեղ մեր Տերն այստեղ ներկա է, որտեղ ավետարան ասա, որտեղ որ 2-3 հոգի իմանով հավաքվեք, ես այնտեղ եմ։ Եվ ես ուզում եմ ձեզ հրավիրեմ, եթե դժվար չի ոտքի վրա կանգնենք եւ բարձրացնենք մեր աղոթքը դա մեր սրտի գոհության, շնորհակալության խոսքն է։ Եվ այսօր մենք խոնարհվելով փառավորում ենք եւ մեծարում ենք քեզ։ Դու արժան ես, Տերերի Տեր, արքաների արքա, դու արժան ես առնու ողջ փառքը, մեծարանքը, գովեստը, շնորհակալության եւ այս գոհության պատարակները մենք բարձրացնում ենք քո գահի առջև կանգնած համարձակություններով, քո շնորհածաթորից շնորհք եւ ողորմություն խնդրելու։ Կարեկցանք, որտեվ դու մեծ քահանայապետ ես, երկինքներն անցած, հոր աջ կողմը նստած, եւ ողջ փառքն ու պատիվը քեզ այսօրվա համար, այս հրաշալի հնարավորության համար եւս մեկ անգամ փառավորելու քո սուրբ անունը, մեծարելու քո կենթանի ներկայությունը, վայելելու քեզ, քո սերը, քո շնորհքն ու ողորմությունը։ Ես աղոթում եմ, որ լսես քո սուրբ հոգով եւ քո ներկայությամբ այստեղ գտնվող ամեն մեկին, Տեր։ Թող ամենքի սիրտը բացվի քո առջև, Տեր, քո առջև եւ քո շնորհքն ու ողորմությունը թող գա, քո սերը թող գա։ Եվ մենք աղոթում ենք, որ քո սուրբ հոգին, Տեր, այստեղ ամենքի սրտերի հետ գործի, որ այստեղ ամենքի սիրտը պատրաստվի քո խոսքդ ընդունելու, քո խոսքի առաջ խոնարհվելու, քո խոսքը ընդունելու, ապրելու քո խոսքով եւ ժառանգելու հավիտենությունը, Տեր։ Փառք ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում։ Փառք ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառք ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու,
հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, Սուրբ Արյանը համար Հիսուս փառք գոհություն Սուրբ Արյանը համար Հիսուս մենք գոհանում ենք քո Սուրբ Արյան համար որ տվել ես մեզ իշխանություն հաղթելու մենք գոհանում ենք քո Սուրբ Արյան համար որ տվել ես մեզ մեծ զորություն մենք գոհանում ենք փառք ես Տեր քո Սուրբ Արյան ներկայության մեջ այս սրահը որ տվել ես այս իշխանություն Աստված երեկոն քո Սուրբ Հոգով առաջնորդիր մենք Սուրբ Արյան որ տվել ես մեզ մեծ զորություն Ամեն, ամեն, փառք նրա Սուրբ անվանը, նրա թափած Սուրբ Արյան համար, նրա մեծ սիրո եւ ողորմության համար։ Տեր օրհնի կարող նստեք, եկեք ողջունենք Արթության կամուրջ երգչախումբ, Տեր օրհնի ձեզ կարող նստեք, հրաշալի օրհնյալ երգերով մեզ սորացրեցիք, օրհնեցիք։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ այսօր մենք միասին հիշում ենք այն օրը եւ չենք կարող չկարևորել այն օրը, որ երկիր իջավ մի կարևոր անձնավորություն, դա Սուրբ Հոգին էր։ Մենք գիտենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը 2026 տարի առաջ ծնվեց Երուսաղեմի Բեթլեհեմ քաղաքում։ Մեր Տերը եկավ համայն մարդկության փրկության համար, համայն մարդկության փրկության համար։ Հիսուս Քրիստոս երկինքը թողեց հոր սիրո արտահայտվելու, հոր սերը արտահայտելու համար։ Նա թողեց իր փառքը, թողեց այն ամեն ինչը, որ ուներ երկնքում եւ եկավ աշխարհ մի պատճառով, որ համայն մարդկության մեղքի համար տա իր կյանքը։ Մի արդար բոլոր մեղավորների համար պիտի չարչարվեր։ Նա շատ լավ գիտեր ինչի համար է գալիս երկիր։ Նա շատ լավ գիտեր որն է պատճառը, որ երկիր պիտի գա։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը պատրաստ էր երկրի վրա ապրելու իր ստեղծած մարդու հետ եւ մարդու համար 30 տարի Տեր Հիսուս Քրիստոսը ապրեց մի տան մեջ, մի ընտանիքում, որը որ հասարակ մի հրյա ընտանիք էր։ Նրանք չունեին առանձնահատկություն մեր պատկերացումների համար, որ Աստծո որդին ծնվեր այդտեղ։ Մենք շատ մեկ գեղարվեստական եւ մենք շատ այսպես արվեստի
շատ երանգներով եւ գույներով ենք ուզում տեսնենք Աստծուն։ Բայց Աստված մարդացավ։ Աստված մարդացավ եւ ապրեց մեր նման, մեր պես։ Ինչ որ սրբատաշ քարերի, չգիտեմ, խաչերի, իկոնաների, սրբապատկերների, զարդարված, տարբեր տեսակի մեր տեսած, մեր պատկերացրած աստվածպաշտության ատրիբուտների մեջ չմեծացավ Հիսուսը։ Նա ապրում էր հասարակ տան մեջ։ Եթե Հիսուսը ծնվեր մեր օրերում, Հիսուսը կապրեր այն տան մեջ, որ ապրում ենք ես եւ դու։ Նա չէր ընտրի այն վայրը, որը մարդն է պատրաստել, կարծես թե ավելի Աստծուն մոտիկ, խորհրդավոր։ Հիսուսը ծնվեց մի ընտանիքում, որը որ զբաղվում էր փայտագործությամբ։ Հիսուսի հայրը փայտագործ էր, ատաղծագործ էր, հյուսն էր։ Եվ երբ որ Մարիամը, Տեր Հիսուս Քրիստոսի մայրը, աղոթքի ժամանակ, բարեպաշտ մի կին լինելով, երբ որ աղոթում էր եւ Սուրբ Հոգուց պատգամ ստացավ, որ պիտի հղիանա եւ պիտի մանուկ ծնվի, դա իր համար շատ մեծ անակնկալ էր։ Եվ երբ որ նա հղիացավ, Հովսեփի համար էր անակնկալ, որովհետև նրանց տան մեջ մի մանուկ պիտի ծնվեր, որի հեղինակը Սուրբ Հոգին էր։ Հիսուս Քրիստոս ծնվեց Սուրբ Հոգու զորությամբ։ Մարիամը հղիացավ Սուրբ Հոգու զորությամբ, խոսքը ընդունելով որպես սերմ իր մեջ, եւ ծնվեց Աստծո որդին, Հիսուս Քրիստոսը։ Եվ նա մի նպատակ ուներ, նա միսիա ուներ երկրի վրա, տալու իր կյանքը, որովհետև Հիսուսի հայրը երազի մեջ հրեշտակից պատգամ առավ, որ այն որդին, որ պիտի ունենաք, նա պիտի իր կյանքը տա համայն մեղավոր մարդկանց համար։ Սա շատ արտասովոր մի լուր էր այդ ընտանիքի համար, որովհետև ծնվել էր մի մանուկ, որը պիտի մորթվեր որպես գառ, պիտի մորթվեր համայն մարդկության մեղքերի համար։ Եվ նրանք պետք է այդ մանուկին սնուցանեին, այդ մանուկին պիտի խնամեին, այդ մանուկին պիտի փայփայեին, այդ մանուկը պիտի մեծանար իրենց աչքի առաջ։ Նրանք շատ էին սիրում Հիսուսին։ Եվ նրանք պիտի հոժարակամ հանձնեին այդ մանուկին իրենց մորթողների ձեռքը։ Ինձ թվում է ոչ մի մարդ երբեք չէր համաձայնվի, որ մի երեխա ունենար եւ այդ երեխային խնամեր ու մեծացներ եւ մի օր երբ որ այդ երեխան կդառնար հասուն երիտասարդ, որ պիտի արդեն ընտանիք կազմեր, սերունդ ունենար եւ պիտի այդ երիտասարդին հանձներ մորթվելու։ Հիսուսի հայրն ու մայրը շատ մեծ գործ արեցին երկրի վրա։ Նրանք իրենց տան մեջ, իրենց խնամքի ներքո պահեցին այն գառը, որ պիտի մորթվեր համայն մարդկության համար։ Հովհաննեսը երբ որ տեսավ Հիսուս Քրիստոսին, ասեց. «Ահա Աստծո գառը, որ կվերցնի աշխարհի մեղքը»։ Եվ նա պիտի իր մորթողների ձեռքը լուր ու մունջ հնազանդվեր եւ պիտի բարձանար խաչը, այդ խայտարակ խաչի մահը պիտի հանձն առներ, որովհետեւ այդ մահապատիժը
հռոմեական կայսրության ժամանակաշրջանում ամենախայտառակն էր։ Որովհետև երբ որ մեկին խաչն էին բարձրացնում, բոլորը գիտեն, որ այդ մարդը շատ մեծ հանցագործ է։ Նա շատ մեծ հանցագործություններ արել, մարդկանց կյանքը խլել, ստորացրել, դավաճանություններ արել։ Մի խոսքով նրան չէին խնայում, նրան մեղում էին այդ խաչափայտի վրա եւ կախում էին արևի տակ։ Եվ շատ սարսափելի ցավ ու տառապանք էր քաշում են մարդը, որ խաչի վրա բարձրանում էր։ Ավելի պատվական էր սրով մեռնելը կամ գլխատվելը, բայց խաչը դա ամենաանարգալից, ամենաստոր մահապատիժն էր։ Եվ նրա ծնողները հանձնեցին Հիսուս Քրիստոսին որպես գառ մորթողների ձեռքը, եւ մորթողները չխնայեցին։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը 33 տարեկան դարձավ, Հիսուս Քրիստոսին խաչը բարձրացրեցին։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսի խաչի կյանքը 33 տարեկանում չէր, այլ 30 տարեկանից սկսվեց։ Երբ որ նա 30 տարեկան դարձավ, նա գնաց Հորդանան ջրով մկրտվելու, որովհետև այդ ժամանակ ամբողջ Երուսաղեմը, ամբողջ Իսրայելը գնում էր Հովանես Մկրտչից ջրով մկրտվելու, եւ Հովանեսն ասում էր. ես անապատում կանչողի ձայն եմ, որ պատրաստում եմ փրկչի ճանապարհը։ Եվ երբ որ Հովանեսը մկրտում էր, տեսավ Հիսուս Քրիստոսին, որ գալիս է, եւ ասեց. ահա Աստծո գառը, որովհետև ինձ մի նշան ա տրվել, ում վրա որ աղավնին կիջնի, նա է, որ Սուրբ Հոգով պիտի մկրտի։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը 30 տարեկանում Սուրբ Հոգով լցված, Սուրբ Հոգու հետ միացած, սկսեց գործել։ Եվ նա մեծ հրաշքներ էր անում, հիվանդներ էր բժշկում, կաղերին քայլեր էր տալիս, խուլերին լսել, համրերին խոսել, դևեր էր հանում, մեռելներ էր հարություն առնում տալիս, եւ շատ մեծամեծ հրաշքներ են լինում, որ ամբողջ Երուսաղեմը 3 միլիոնից ավել մարդ ամեն օր հետևում էր Տեր Հիսուս Քրիստոսի այն կատարած հրաշքներին եւ այն իրադարձություններին, որ Հովանեսն ասում է, եթե այդ բոլորը գրվեին գրքերի մեջ, աշխարհի բոլոր գրքերը բավական չէին լինի։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը 3 տարի Երուսաղեմում ամեն ուրեք խոսում էր արքայության ավետարանը, խոսում էր այն արքայության մասին, որ պիտի գար, խոսում էր այն ճանապարհի մասին, որ Աստված պատրաստել է համայն մարդկության համար, դեպի փրկություն, դեպի հավիտենություն, այս ժամանակավոր կյանքից հետո այն հավիտենական կյանքի մեջ տեղափոխվելու համար, եւ ասում էր, ես եմ այդ ճանապարհը, ես եմ այդ ճանապարհը, եւ ով որ հավատա ինձ կփրկվի եւ հավիտենական կյանք կժառանգի։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը 3 տարի երկրի վրա իր աշակերտների հետ, 12 աշակերտների հետ, քաղաքից քաղաք, գյուղից գյուղ շրջում եւ խոսում էր արքայության ավետարանի մասին։ Եվ մի բան էր ասում, որ գալու է ժամանակ, որ մարդի որդին մեղավոր մարդկանց ձեռքով խաչն է բարձրանալու եւ չարչարվելու է, դրվելու է գերեզման, բայց երրորդ օրը հարություն առնելու։ Աշակերտների համար սա շատ ցավալի եւ անընդունելի մի բան էր։ Նրանք չէին ուզում կորցնեին իրենց տիրոջը, որտեղ նրանք շատ ապահով էին ապրում Հիսուս Քրիստոսի հետ, շատ հրաշալի էր աշակերտների համար երկրի վրա կյանքը։ Նրանք ապրում էին անհոգ եւ օրհնված։ Եվ ամեն օր տեսնում են ինչպես է իրանց Տերը մեծամեծ հրաշքներ անում, գերբնական, որ ողջ մարդկությունը երբեք չէր տեսել նման բան։ Եվ երբ որ լսում են, որ Տերը ասում է, որ ես պիտի գնամ, նրանց սիրտը տրտմում էր, բայց Տերը մի բան էլ ասեց, ես գնալու եմ, բայց գալու եմ։
Եվ ես ձեզ որբ չեմ թողելու։ Եվ ես մի ուրիշ մխիթարիչ եմ ուղարկելու ձեզ, Սուրբ Հոգին։ Եվ նա կգա եւ գալիքները կպատմի ձեզ։ Եվ այն ամենը ինչ որ ես ձեզ խոսեցի, կհայտնի ձեզ։ Աշակերտները չէին հասկանում, ինչպես Տերը պիտի գնա եւ ինչ որ մեկը նորից պիտի գա իրան փոխարինելու երկրի վրա, որ նրանք իրենց որբ չզգան, որովհետեւ նրանք շատ ապահով էին զգում, ինչպես երեխան իր ծնողի խնամքի եւ հոգատարության ներքո։ Աշակերտների համար Հիսուսը հայր էր դարձել, ծնող, սիրող, որ երբեք ու երբեք նրանք չէին տեսել այդքան մեծ հոգատարություն, նրանք չէին տեսել այդքան մեծ սեր, խնամք, ապահովություն, պաշտպանություն։ Նրանք հանդիպել էին երկիր արարիչ Աստծո որդուն, թագավորների թագավորին, տերերի տիրոջը, որ ոչ մի իշխան, ոչ մի կայսր այդ ժամանակաշրջանում չէր կարողանում հավասարվել եւ որևիցե մի կերպով արգելել Տեր Հիսուս Քրիստոսի այդ հզոր եւ մեծ ընթացքին, որ նա անցկացնում էր երկրի վրա։ Գիտեք, այդ ժամանակ ռոմեական կայսրությունը շատ դաժան էր։ Եվ նա շատ դաժան էր վարվում նրանց հետ, ովքեր որ իրենց շուրջը կհավաքեին նույնիսկ ընդամենը 15 հոգի։ Նրանք բանտարկում էին, ոմանց մահապատժի են ենթարկում։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսի երկրավոր ժամանակավոր կյանքը հռոմեական գերիշխող եւ շատ ահավոր արունահեղ կայսրության ժամանակաշրջանում Տեր Հիսուս Քրիստոսի գործունեությունը ուղղակի հրաշք էր։ 3 տարի նա երկրի վրա որպես թագավոր շրջում էր փողոցներով։ Նա ոչ մի պալատ չմտավ, նա ոչ մի հարմարավետ տան մեջ չմնաց։ Երբ որ նրան ասում էին, որտեղ է քո տունը վարդապետ, ասում էր, երկինքի թռչունները բույներ ունեն, դաշտի գազանները որջեր, բայց որդի մարդո գլուխը դնելու տեղ չունի։ Ինչպես է դա լինում, որ մեկը ունենալով այդպիսի մեծ իշխանություն, ունենալով այդքան մեծ զորություն, չուներ երկրի վրա միտեղ որ ապրեր։ Գիտեք, այսօր շատերը Տեր Հիսուսի անունով աշխատում են, ծառայում են, գործում են, շատ մեծ հարստություն ունեն։ Նույնիսկ ոմանք վախենում են դուրս գան մարդկանց մեջ Տեր Հիսուս Քրիստոսի նման, շրջելու, խոսելու, քայլելու։ Հիսուս իր աշակերտներին ասում էր գնացեք որպես գառներ գայլերի մեջ։ Հիվանդներին բժշկեք, գերիները ազատ արձակեք։ Գիտեք, ժամանակի ընթացքում Տեր Հիսուս Քրիստոսի անունի հետ կապված շատերը շատ մեծ սխալներ արեցին։ Ոմանք այդ անվան ներքո իրենց անձնական կյանքը ապահովեցին, բարելավեցին, հարստություն ձեռք բերեցին, փառք, տիտղոս, բայց Հիսուս դրա համար չէր եկել աշխարհ, որ մենք կարիերա անենք։ Հիսուս չէր եկել աշխարհ, որ մենք փառավոր հանդերձներ հագնենք եւ մարդիկ մեր հետևից գան մտածելով, որ մենք ընտրյալ ենք Աստծո կողմից եւ մեզ էլ պետքա շատ լուրջ եւ շատ ակնածանքով մարդիկ մոտիկանան։ Իհարկե Աստված սեր է, Աստված սիրում է, որ մենք իրար հարգում ենք, բայց մարդը պիտի չլինի պաշտամունքի գիզակետում, կենտրոնում, որտեվ այդ պաշտամունքի ու փառքի արժանի միայն մեր Տերն է։ Բայց շատ մարդիկ ցավոք սրտի Աստծո փառքը գողացան։ Շատ մարդիկ ուզում են ավետարանը կարդան եւ տեսնեն ինչպես Հիսուս Քրիստոս այդպիսի մեծ հեղինակություն ձեռք բերեց երկրի վրա եւ իրանք փորձում են կրկնօրինակեն Հիսուսին եւ մարդկանցից փառք եւ հարգանք պատիվ վայելեն։ Մարդիկ փորձում են դառնան Հիսուս Քրիստոս մարդկանց համար, բայց Հիսուս Քրիստոս անկրկնելի է, նա միակն է, նա աննման է, նրա նմանը չկա, չի եղել եւ չի լինի։
Մենք Քրիստոս չենք դառնա։ Մենք Քրիստոսի կերպարը երբեք չենք կարող կրկնօրինակենք։ Բայց մենք նրա անունով, երբ որ գործում ենք, մեր գործերի արդյունքն ու հեղինակը նրանն է։ Որտեվ նա է փառավորվում, երբ որ ես աղոթում եմ կամ դու աղոթում ես ինչ որ մեկի համար բժշկվում է, ազատագրվում է, դա մենք չենք անում, դա նա է անում, դա նրա հոգին է անում։ Եվ մենք ավետարանը չենք կարդում, որ Հիսուս Քրիստոսի նման երկրի վրա թագավորներ ու իշխաններ դառնանք։ Մենք ավետարանը կարդում ենք, որ ավելի մոտիկից ճանաչենք նրան, որ եկավ մեզ փրկելու, հավիտենական կյանք տալու։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը 30 տարեկան էր, երբ որ Սուրբ Հոգին իջավ իր վրա, եւ այն հոգին, որի մասին Հովանեսը խոսում էր, մարդիկ չեն էլ պատկերացնում, որ կարող է ապրի մեկի մեջ եւ գործի մեկի միջոցով։ Եվ նրանք դա տեսնեն։ Եվ նրանք չէին պատկերացնում, որ կգա ժամանակ, որ այդ հոգին կգա եւ կբնակվի ամեն Հիսուս Քրիստոսի անունին հավատացողի մեջ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը իր երկրավոր ժամանակավոր կյանքի ընթացքում ներկայացնում էր Սուրբ Հոգուն, որ Սուրբ Հոգին պիտի երկրի վրա շատ երկար աշխատանք կատարի, մինչև Տերոջ երկրորդ գալուստը։ Եվ մենք իհարկե ավետարանում Սուրբ Հոգու մասին շատ տեղեր ենք տեսնում, բայց մեր հոգևոր կյանքի ընթացքում, քրիստոնեական կյանքի ընթացքում շատ ենք անտեսում Սուրբ Հոգուն։ Բայց Սուրբ Հոգուն չես կարող անտեսես։ Եթե Սուրբ Հոգուն անտեսես, քո հոգևոր կյանքը, քո քրիստոնեական կյանքը անպտուղ, դատարկ եւ շատ տխուր, ինչ բառով նկարագրեմ, չգիտեմ, շատ ձանձրալի կանցնի։ Որտեւ Սուրբ Հոգին է մեր կյանքի բոլոր հրաշքների հեղինակը։ Գիտես, Հիսուս Քրիստոս երկրի վրա կարող էր մենակ Երուսաղեմում հասանելի լինել մարդկանց։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը մի կարևոր բան արեց, նա խաչի վրա մեռավ եւ ճանապարհ բացեց Սուրբ Հոգուն, որ Տիրոջ ներկայությունը ոչ թե մի տեղ, մի անց, այլ բոլորը վայելեն։ Երբ որ Տեր Հիսուսը խաչի վրա մեռավ, արյուն թափեց, դա մեր մեղքերի թողության համար էր։ Երբ որ դու հրավիրում ես Հիսուսին քո սրտիդ մեջ եւ խոստովանում ես քո մեղքերը եւ զղջում ես քո մեղքերի համար եւ խնդրում ես, որ Տերը իր արյունով քեզ սրբի, Տերը ակնթարթի մեջ քեզ ներում է եւ իր արյունով սրբում է։ Բայց շատ մի կարևոր իրադարձություն էլ պիտի տեղ ունենա։ Երբ որ դու ընդունում ես Հիսուսին Տեր ու Փրկիչ, դու պիտի հասկանաս, որ կա մի անձնավորություն, որ նրան էլ պիտի ընդունես, դա Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին, որ դու որբ չապրես, որ դու ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան զգաս քո Աստծո, քո Արարչի հոգատարությունը, ինչպես աշակերտներն էին զգում դա։ Եվ ամեն օր քո շփումը Սուրբ Հոգու հետ քո կյանքը կդարձնի ավելի օրհնված, քո կյանքում եղած բոլոր դժվարությունները, դիմադրությունները հաղթահարելի կդառնան Սուրբ Հոգու հետ, որտեղ նա կենթանի անձ է, որ պիտի գա եւ պիտի բնակվի քո մեջ։ Նոր ուխտում Աստված քարե տաճարներում չի բնակվում, Աստված բնակվում է մեր մեջ։ Պողոս առաքյալն ասում է, դուք չգիտեք, որ Աստծո տաճար եք, որտեղ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Երբ է գալիս Աստծո հոգին եւ բնակվում մեր մեջ, երբ որ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, որպես ինչ, որպես մեր մեղքերի թողության համար, մեկը որ մորթվեց։ Ինչի համար, որ մենք մեր մեղքերի պատճառով հավիտենական դժոխք չգնանք։ Այս ժամանակավոր կյանքից հետո կա մի կյանք, որը կոչվում է հավիտենական։ Մենք ֆիզիկապես
Այս ժամանակավոր կյանքից վաղ թե ուշ գնալու ենք։ Բոլորս։ Այս երկրի վրա ոչ մեկ հավիտյան չի ապրել, բայց կա քո մեջ մի անձ, որը հավիտենական է, դա քո հոգին է։ Դու մի օր հրաժեշտ ես տալու այս կյանքին։ Քեզ մի օր հրաժեշտ են տալու այս կյանքից։ Ես, դու, բոլորս գնալու ենք այս կյանքից, բայց որտեղ ենք հայտնվելու։ Արդյոք Աստված մեզ ստեղծել էր ընդամենը 70-80 տարվա համար, ես քեզ ասում եմ ոչ։ Աստված այս ժամանակավոր կյանքում ուզում է հայտնի իրեն քեզ, որ քո այս ժամանակավոր կյանքի մեջ էլ ունենաս օրդություն, երջանկություն, մխիթարված ապահով, բայց իմացի, այս կյանքը ակնթարթի պես ապրում։ Ես հիշում եմ, որ փոքր երեխա էի, եւ ես հիշում եմ հիմա ինձ, որ ես երեխաներ ունեմ 8 օր։ Կյանքը շատ արագ անցնում, շատ արագ, շատ։ Եվ մենք ուզենք, այս կյանքից հեռանալու ենք, բայց շատ ցավալի կլինի, եթե դու այս ժամանակավոր կյանքում այդպես էլ չունենաս այն գիտությունը, որ Աստված ուզում է փոխանցի քեզ իր որդու Հիսուս Քրիստոսի մասին, որ նա չեկավ աշխարհ, որ մարդիկ ինչ որ խաչեր սարքեն, նկարներ նկարեն, ինչ որ վանքեր սարքեն, ինչ որ մարդիկ կան, որ այտենց այս աշխարհի կյանքը չեն սիրում, վանական կյանքով են ապրում։ Ոչ։ Հիսուս համայն մարդկության փրկության համար եկավ։ Համայն մարդկությունը, կապ չունի դու հոգևորական ես, աշխարհիկ ես, համայն մարդկությունը կանգնելու է Աստծո դատաստանի առաջ։ Մենք մի օր այս կյանքից հեռանալով կանգնելու ենք նրա առաջ եւ նա ասելու է. հիշում ես այս օրը, երբ որ ես իմ ծառայի միջոցով քո հետ խոսում էի, իմ որդու Հիսուս Քրիստոսի մասին, նրա կատարած գործի մասին, այդ ամենը քեզ համար է եղել։ Աստված իր որդուն մեզանից ամեն մեկի համար է խաչի վրա մորթել։ Ամեն մեկի համար, անհատապես։ Ցանկացած հայր իր ընտանիքում երեխաներին ընդհանուր չի սիրում։ Ընդհանուր մի հատ ճաշ չի սարքում, լցնում դեմներն ասում կերեք։ Ընդհանուր վերնաշապիկ չի առնում, կոշիկ չի առնում։ Ընդհանուր ամեն մեկին առանձին, անհատապես խնամք է տանում։ Աստված մեր բոլորի մեղքերի համար անհատապես իր որդուն Հիսուսին տվել է։ Եվ մենք պիտի անհատապես ընդունենք նրա որդուն Հիսուս Քրիստոսին, որպեսզի այս ժամանակավոր կյանքից հետո շարժենք հավիտենությունը։ Ես շատ մարդկանց եղել խոսացել եմ Հիսուսի մասին, որոնք ուղղակի մի քանի օր հետո պիտի այս երկրավոր ժամանակավոր կյանքից հեռանան։ Պատկերացրա, որ եղել են մարդիկ, որ չեն ընդունել, մերժել են։ Ու որտեղ են հայտնվել են միտեղ, որտեղից այլևս դուրս գալ չի լինի։ Դա դժոխքն է, դա հավիտենական տանջանքն է, որ բոլոր մեղավորները, եթե չընդունեն Հիսուսին Տեր ու Փրկիչ եւ նրա անունով չսրբվեն եւ մեղքերի թողություն չունենան, դժոխք են գնալու, ուզես չուզես, մերժես չմերժես, հավատաս չհավատաս, դժոխքը իրականություն է։ Եվ այս ժամանակավոր կյանքից հետո երկու տեղ կա, դա հավիտենական կյանքն է Աստծո որդու Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ եւ հավիտենական դժոխքը սատանայի ու խավարի դիվային ուժերի ներկայությամբ, տանջանք, այնտեղից այլևս փրկություն չկա։ Գիտես, այս կյանքում շատ բաներ կարաս փոխես, շատ բան կարաս փոխես, շատ մազերդ կարաս կտրես, չգիտեմ, դեմքիդ գույնը կարաս փոխես, օրվա մեջ կարաս քո բնակավայրը շատ տեղեր փոխես, բայց դժոխքից այլևս դուրս գալ չի լինելու։ Այնտեղ որ հայտնվեցիր, այնտեղից դուրս չես գալու։ Դժոխքը դա հավիտենական կրակ է, կրակ։ Եվ այնտեղ են բոլոր դիվային ուժերը, որոնք տանջում են, չարչարում են եւ որոնց նպատակն է մարդկանց հնարավորինս շատ ցավ ու տառապանք պատճառել։ Ինչ ողորմած Աստված, որ իր որդուն տվեց, որ մենք դժոխքում չհայտնվենք, որ այդ հավիտենական տանջանքը մեզ համար չլինի հավիտենական բնակավայր, այլ այս ժամանակավոր կյանքից հետո հայտնվենք
նրա արքայության մեջ, նրա թագավորության մեջ։ Եվ ես ուզում եմ, որ հրավիրեմ քեզ այսօր, ոտքի կանգնես եւ ընտրություն կայացնես։ Այդ ընտրությունը շատ կարևոր է։ Այդ ընտրությունը այսօր Աստծուց է քեզ համար, որ հավիտենական կյանքի շարանգորդ դառնաս, որ ապահովես քո տեղը երկնքում։ Ես իմ տեղը ապահովել եմ 19 տարեկանում։ Շատերն ասում են, «Ամա, ջահել ես, հələ կյանքը վայելի»։ Ես քեզ մի բան ասեմ։ Ես շատ ընկերներ ունեմ, որ այսօր չկան եւ նրանք դժոխքում են, որտեղ չընդունեցին Հիսուսին Տեր ու Փրկիչ։ Նրանք մտածին, որ երիտասարդ են, նրանք մտածին, որ մեղքը դեռ իրանց համար շատ հաճելի է եւ պետք է վայելել մեղքի կյանքը։ Ես նրանց խոսում եմ Հիսուսի մասին, նրանք մերժում են։ Եվ նրանցից շատերը չկան այսօր, բայց ես կամ։ Անկախ նրանից, որ ես այսօր առողջ եմ, ապրում եմ, ունեմ ընտանիք, բայց ես մի բան գիտեմ, որ ոչ մեկ այս երկրի վրա երաշխավորված չի։ Ոչ մեկ չգիտի մի ժամ հետո իր հետ ինչ կլինի։ Երբեք այն մարդիկ, որոնք որ ինքնաթիռով տեղափոխվում են մի երկրից մի երկիր իրանց ընտանիքով, իրանց երեխաների հետ, չեն պատկերացնում, որ դա կարա իրանց վերջի թռիչ կլինի։ Որտեղ նրանք մտածում են, որ դեռ շատ կթռնեն այս կոմանկում, բայց արուտես ցավոք սրտի շատերի կյանքը աղետների մեջ ընդհատվում է։ Ոչ մեկ չէր պատկերացնում, որ երկրաշարժը իր ամբողջ ընտանիքը կվերցնի եւ ինքը կդառնա սքավոր։ Ոչ մեկ չէր մտածում, որ իր երեխային տհոլով, զուռնով, բանակ կուղարկի։ Բայց ահաուտես պատերազմը տարավ հազարավոր երեխաների կյանք։ Ամբողջ աշխարհով մեկ։ Ռուսաստան, Ուկրաինա, Պարսկաստան, արաբական երկրներ, այսօր ամենուրեք մահն անխուսափելի է։ Վիրուսների պատճառով հազարավոր մարդիկ գնացին այս կյանքից։ Բայց ուր, այդ բոլոր մարդկանց ես վստահ եմ, որ Տերը խոսացել է այն հավիտենական կյանքի համար, որ այս ժամանակավոր կյանքից հետո է։ Ոմանք ընդունել են, ոմանք մերժել են։ Բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ։ Ապրի երկրի վրա օրտված, ապահով, երջանիկ, բայց ապահովագրի քո տեղը հավիտենակության մեջ, որ չհայտնվես դժոխքում, որ չհայտնվես սատանայի եւ խավարի իշխանության մեջ, այլ հայտնվես հավիտենության մեջ եւ ասես, ինչ լավ է, որ ես չմերժեցի։ Փառք ես Տեր այսօրվա համար, որ ինձ հնարավորություն տվեցիր եւս մեկ անգամ նորոգելու իմ ուխտը եւ որոշում կայացնելու։ Ինձ հետ միասին աղոթի եւ ասա, այն աղոթքը, որ փրկության աղոթք է կոչվում, ասա Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ, որպես Տեր եւ Փրկիչ, ներիր ինձ, քոլով սրբիր իմ բոլոր մեղքերը ու հանցանքները։ Աստվածաշունչն ասում է, որ արդար չկա, մեկն է չկա, որտեղ բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից ընկան։ Չկա մեկը, որ կասի ես մեղ չեմ գործել, չկա։ Բոլորը բամբասել են, ատել են, չարախոսել են։ Բոլորը մեղանչել են եւ մեղքը ունի վարձք, դա հավիտենական մահն է։ Բայց Աստված այսօր քեզ կյանք է ուզում շնորհի։ Եվ ասա շնորհակալ եմ քեզանից։ Հիսուս, որ քո կյանքը տվել ես իմ մեղքերի համար, շնորհակալ եմ, որ խաչի վրա չարչարվել ես, քո արյունը թափել ես, շնորհակալ եմ քեզանից, Տեր։ Ասա ներիր ինձ, ես զղջում եմ, ես ապաշխարում եմ, եւ ես դառնում եմ դեպի քեզ, իմ մեղավոր կյանքից։ Եվ ես փառք եմ տալիս ու շնորհակալ եմ, որ դու լսեցիր ինձ,
ներեցիր ինձ եւ ընդունեցիր քո թագավորության մեջ։ Այսօրվանից դու Աստծո ընտանիքի մի անդամ ես եւ այստեղ ամեն Կիրակի ժամը 2:30 ամեն երկուշաբթի երեկոյան 6:30 եւ ամեն չորեքշաբթի երեկոյան 6:30 Աստծո ժողովուրդը հավաքվում է փառաբանելու, գովաբանելու Արարչին եւ պատրաստվում է սպասում է Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը, որովհետեւ մենք ինչպես ֆիզիկական կերակուր ունենք, այդպես էլ հոգեվոր կերակուր։ Եվ այսօր մենք հոգեվոր կերակուր ստացանք։ Եվ այդ հոգեվոր կերակուրը մեր հոգու փրկության համար է։ Որովհետեւ ավետարան ասում է կա հավիտենական կյանքի կերակուր, կա ժամանակավոր կյանքի կերակուր։ Դու այսօր հավիտենական կյանքի կերակուր կերար։ Եվ սա մնալու է։ Այն որ դու ուտում ես այս ժամանակավոր կյանքի կերակուրը, դա դուրս է գալի քեզանից, բայց սա չի դուրս գալի, սա մնում է քո մեջ։ Սա շարունակում է քո կյանքում գործել, քեզ աճեցնել, քեզ մաքրել, զորացնել, սրբացնել, պատրաստել նրա հետ հանդիպմանը։ Եվ ես քեզ ուզում եմ ասեմ, ինչպես որ ավետարանն ասում, ես չեմ ասում, ավետարանն ասում։ Մեկտեղ հավաքվելը մի թողեք, ինչպես ոմանք սովորություն ունեն։ Եվ ես քեզ հրավիրում եմ ամեն Կիրակի ժամը 2:30 այս Կիրակի օրը որ կգա, այստեղ միասին շարունակելու Տիրոջ հետ ծանոթանալը։ Եվ մենք նաև ունենք չորեքշաբթի օրը, այս չորեքշաբթի օրը եւս մեկ տոնական միջոցառում շատ հրաշալի այս դահլիճում չորեքշաբթի օրը ժամը 6:30։ Սիրով հրավիրում ենք ձեզ, կարող հրավիրատոմսեր վերցնեք տաղ ձեր ընկերներին, ձեր բարեկամներին եւ հրավիրեք։ Փառ Տիրոջը, Տերը օրհնի ձեզ։ Մեկ փառաբանության երգը երգենք Տիրոջը գովաբանելու եւ փառաբանելու համար այսօրվա այս օրհնյալ օրվա համար եւ միասին կգնանք մեր առօրյա գործերին հաջորդ անգամ հանդիպելու նորից իրար հետ։ Հարտիրոջը, հալելույա։